Մարմնի պզուկների հակաբորբոքային ու չորացնող դիմակ ենք պատրաստելու։ Ինչպես է նա աշխատում, բացում է խցանված ծակոտիները, նվազեցնում է բորբոքումը, չորացնում է ակտիվ պզուկները եւ վերջ, լուծում է մեր բոլոր խնդիրները։ Հիմա արդեն անցնենք մեր դիմակի պատրաստմանը։ Մարմնի պզուկների դեմ խնդիրը ավելի արկա է դառնում, երբ սկսում ենք ավելի բարակ շորեր հագնել եւ մարմնի վրա սկսում են երևալ այդ անհարթությունները, պզուկները կամ ավելի ճարպոտ մաշկը։ Դրա դեմ պայքարի տարբեր եղանակներ կան, ինչի համար էլ մենք այսօր հիմա այստեղ հավաքվել ենք եւ ես կկիսվեմ ձեզ հետ մի շատ արդյունավետ դիմակով, որը մեր էջում արդեն տասնյակ տարիներ կա, որպես պատրաստի խնամքի միջոց, օգտագործվում է, մեր շատ հաճախորդներ գոհ են մնում, բայց ես հիմա դրա ավելի հարմար տարբերակը, ավելի հեշտացված տարբերակն եմ ձեզ առաջարկելու, որը դուք տնային պայմաններում հեշտությամբ կկարողանաք պատրաստել եւ որ ամենակարևորն է կկարողանաք օգտագործել ու շատ լավ արդյունք ստանալ։ Այս դիմակն ի դեպ հիմա պատրաստում եմ մեր հետևորդներից մեկի ցանկությամբ, ով զանգել էր եւ անպայման ուզում էր, որ մենք նաեւ այսպիսի դիմակ ունենանք։ Լավ կլինի թե ունեք կարծիքներ կամ ինչ որ պահանջներ, որ կուզենայիք այս կամ այն տիպի խնամքի միջոց պատրաստենք, կարող եք մեր էջի տակ գրել, ամենաշատ հավանում ստացած կարծիքներով կառաջնորդվենք եւ նմանատիպ դիմակ կպատրաստենք։ Հիմա սկսենք մեր դիմակի պատրաստմանը։ Մեզ դրա համար անհրաժեշտ է կավ, սովորական քացախ, որը կա ձեր ձեռքի տակ խանութից գնած կամ ձեր ինքնուրույն պատրաստած, մեղր, մածուն եւ վերջ այսքանը։ Հիմա սկսենք պատրաստելը։ Քանի որ մենք մարմնի համար ենք մեր դիմակը պատրաստում, մեզ անպայման հարկավոր է կանաչ կավ։ Կանաչ կավն ունի հակաբորբոքային հատկություն, հենց դրա համար ենք օգտագործում, որովհետև մարմնի վրա առաջացած այդ պզուկները հիմնականում բորբոքումներ են կամ ակնեի դրսևորում է կամ էլ թե չէ ճարպի ճիշտ տարածվելու խնդիր ունի, այսինքն հավասարապես չի տարածվում մաշկի տակ, դրա համար էլ սկսում է պզուկոտվել կամ առաջացնում է տհաճություն։ Մարմնի համար է, դրա համար մի փոքր ավելի շատ ծավալով ենք անում, քան դեմքի համար նախատեսված դիմակներն էինք անելու։ 3 ճաշի գդալ ենք վերցնում։ Դուք կարող եք իհարկե, թե ոչ մի տեղից չգտնեք կանաչ կավ, չնայած խիստ կասկածում եմ մեր ժամանակներում ինչ որ բան, որ դուք չկարողանաք գտնել, բայց այսուամենայնիվ կարող եք իրեն փոխարինել սպիտակ կավով, բայց կրկին անգամ ուզում եմ կրկնել, որ ճիշտ է կանաչ կավը։ Դեղատներից կարող եք վերցնել, հիմնականում կավերը դեղատներում են վաճառում կամ էլ on-line մարքետներից մեկից։ Եվ սկսում եք իր վրա ավելացնել սովորական քացախը, այնքան, որ ինքը ստացվի թանձր, հնարավոր լինի քսել մարմնին։ Մի քիչ խառնում եք, ջրի փոխարեն քացախ ենք ավելացնում, որտեղ քացախը ինքը չորացնող, բորբոքումը հանգստացնող հատկություն ունի եւ բացի այդ էլ մարմնի pH-ն է կարգավորում, ինչի հաշվին էլ դե մենք արդեն սկսում ենք մեր այդ օգտակար հատկությունները տեսնել։ Մինչ այստեղ սա կթրջվի, ես ուզում եմ մեր համանման համանուն ապրանքներից մեկի հետ ձեզ ծանոթացնել։ Սա պիլինգ է, արդեն մարմնի համար նախատեսված, ինքը շատ լավ այդ պզուկները չորացնում է։ Իհարկե այս պիլինգը կարելի է նաև զուգահեռել այս դիմակի հետ, կավով դիմակը, որը էլի տանը ինքնուրույն եք պատրաստելու, իսկ սա արդեն կարող եք մեզանից գնել եւ օգտագործել։ Սա քսում եք մաշկին, սպասում եք մի քանի րոպե, էլի թթու է, էլի մրգաթթու, ունի բարձր pH, վաճառվում է մեր սոցիալական էջերում, on-line խանութում, քսում եք մաշկին, սպասում եք մի քանի րոպե հետո եւ դրանից հետո լվացվում։ Մի շաբաթվա մեջ կսկսի չորանալ, կլպվել եւ մաքրվել պզուկները։ Դրան զուգահեռ շաբաթվա մեջ եթե մի անգամ օրինակ այս պիլինգը օգտագործեք, կարող եք մեկ անգամ կամ 2 անգամ էլ այս դիմակը։ Ուղղակի պիլինգի հետ նույն օրը չեք օգտագործելու։ Դրա համար էլ կարող եք օրինակ եթե այսօր պիլինգը քսել եք, 2 օր հետո այս դիմակը։ Եվ այս համադրությունով դուք ամբողջությամբ կկարողանաք ձեր մաշկի վրայից մաքրել, վերացնել այդ տհաճ յուղային շերտը, պզուկները եւ լաքաները։ Եթե այս դիմակը շատ լավ կնպաստի, որ պզուկները մաքրվեն, նույնիսկ այդ դեղին ծայրով թարախոտ պզուկները։ Պիլինգն էլ կնպաստի, որ համ պզուկները մաքրվեն, համ չկրկնվեն, համ էլ սկսեն լաքաները մաքրվել։ Դուք ձեր կավը բացում եք քացախով, այնքան եք քացախն ավելացնում, որ ստացվի հաճելի զանգված, որը հնարավոր է քսել ձեր մեջքին, ձեր մարմնին։
Դե իհարկե երևի մենակ չկարողանաք օգնողի կարիք կլինի, ձեր թանձրությունը հարմարացնում եք ձեր քսելու հարմարությանը եւ սպասում եք մոտ մի 15-20 րոպե, որ չորանա, լվացվում եք, սովորական լողանում եք, դուրս եք գալիս, առանձնապես այդպիսի մեծ խնդիր չկա։ Իհարկե դուք այս դիմակը քսելուց առաջ պիտի ձեր մաշկը մի լավ մաքրած լինեք, ճիշտ կլինի լողանալ, օճառով մաքրել, որ մաշկային ճարպ չմնա, որ դիմակը կարողանա շուտ ձեզ արդյունք ցույց տալ։ Դիմակի մի բաղադրիչ է նաև մածունը, որը այստեղ էլի իր թթվային միջավայրի շնորհիվ թթվայնության աստիճանն է բարձրացնելու մածունը, ոչ թթվասերը եւ ոչ էլ յոգուրտը, այս դեպքում օրինակ շատ արդեն ճիշտ է, որ մածուն օգտագործենք, մի թեյ գթալը լրիվ հերիք է ստացվում։ Այս դիմակը կրկին էլի դուք չեք կարող շատ երկար պահել, շատ 2 օր, որովհետև թարմ մթերքներով է եւ քացախնե կստիպի, որ այն ավելի շուտ թթվի, դրա համար օրինակ եթե այսօր պատրաստել եք, կարող եք նաեւ վաղը քսել։ Ահա, տեսեք, այս թանձրությունը նորմալ է, որովհետև մաշկն էլ իր չորության շնորհիվ մաշկն էլ դե չոր լինելու, որ քսեք, գոնե մի 10-15 րոպե ինքը խոնավ լինի, քանի խոնավ է այդ ընթացքում է օգուտ տալիս։ Եվ արդեն մի վերջին եւ ամենակարևոր բաղադրիչ դա թեյի ծառի եթերայուղն է։ Ինքը շատ լավ հատկություն ունի, շատ լավ հակաբորբոքային է։ Եթե այսպես դուրս տվածների քանակը չափազանց շատ է, դուք պարզապես այս թեյի ծառի եթերայուղը 30 կամ 40 կաթիլ ավելացրեք, բայց եթե այդպես ընդգծված շատ չի, դուք այդ թիվը հասցրեք 15-ի 20-ի։ Ինքը ասեմ, որ շատ հաճելի է, նաև սկրաբային հատկություն ունի, որովհետև քսելուց հետո նաև մաշկն է ավելի խորությամբ մաքրում ծակոտիները եւ այսպիսի խնամքից հետո մեր պիլինգը եւ այս դիմակը իրար հետ հիանալի են աշխատում, շատ լավ արդյունք կստանաք եւ այլ տեղեր գնալու կարիք չի լինի եւ ոչ էլ դեղերի եւ դեղերից էլ մի քանի անգամ ավելի մատչելի է ստանում։ Ահա եւ վերջ, մեր դիմակը պատրաստ է, կարող եք քսել, օգտագործել եւ իհարկե անպայման մեզ հետ կիսվել ձեր կարծիքներով։ Իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովանիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։ Իսկ մեր այս ապրանքը, որ ես ձեզ ցուցադրում եմ, կարող եք ձեռք բերել մեր էջի տակ նշված հեռախոսահամարին զանգահարելով։ Այն վաճառվում է մեր բոլոր on-line խանութներում։